Խստացվել է 25-օրյա վարժական հավաքներից խուսափելու պատիժը։ Այս տարվա ընթացքում գրանցվել է վարժական հավաքներից խուսափելու 413 դեպք։ Զարգերակ EM-ի պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ վարժական հավաքների ժամկետների կրճատում ներկա պահին քննարկման ենթակա չէ։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն էլ նշեց, որ խուսափելու պատճառներից առաջնայինը սոցիալական խնդիրն է։ Ընտանիքի կերակրողին 10 օր առաջ ծանուցում են տալիս եւ ասում՝ դու պետք է գնաս, նրա ամբողջ ծրագրերը խաթարվում են։ Այնինչ պետք է օրինակ հունվարին տեղեկացնեն, որ օգոստոսի 1-ից վարժական հավաքների է։ Չնայած աշխատավարձի փոխհատուցում է նախատեսված, սակայն շատ դեպքերում դա բավարար չէ։ Մյուս խնդիրը առողջականն է։ Մարդկանց մոտ հիմնականում 30-ից հետո գլուխ են բարձրացնում առողջական խնդիրները, նշեց նա։ Ըստ Հովհաննիսյանի, արդյունավետ չէ նաեւ 50+ տարիքի անձանց գործընթացի մեջ ներառելը, քանի որ նրանք սահմանափակ հնարավորություններով են եւ ավելի շատ խնդիրներ կարող են ստեղծել, քան լուծել։ Փորձագետը նաեւ նշեց սոցիալական անարդարության խնդիրը։ Կան մարդիկ, ովքեր տարվա մեջ 1-ից 2 անգամ գնում են վարժական հավաքների եւ կան մարդիկ, ովքեր երբեք չեն գնացել, բայց պիտանի են։ Նա նկատեց, որ հատկապես խաղաղության ժամանակ է վարժական հավաքների էֆեկտիվությունը բարձրանում։ Եթե տարածաշրջանում լինի խաղաղություն, ապա դրանք ավելի գլոբալ պետք է դառնան։ Ով է ասում, որ խաղաղությունը հավերժ է լինելու։ Նման երաշխիք չկա։